նախ շնորհակալություն հայտնել նրա համար, որ այս պատվին արժանացրեց տուն-թանգարանը ինձ, որ երեշը չարեց թարգմանել։ Երբ սկսում ես երեշը չարեց թարգմանել, սկսում ես նաև երեշը չարեցի նորից ուրիշ կերպ ճանաչել, ավելի խորը։ Ես հասկացա, որ Չարենցը մեծ սեր է տածել Իրանի նկատմամբ և այն, որ ինքը հենց ասում է, ես եկել եմ հեռու Իրանից, հայրենիքս է խալի մակուն, իմ հոգում արևն է Իրանի արևն է հոգում, դա նշանակում է, որ այնքան սեր ու հարգանք է ունեցել այդ երկրի նկատմամբ, որ անգամ իրենք հայտարարել այդ երկրի քաղաքացի և կարծում, որովհետև հետո երբ շարունակում ես կարդալ, այնպես է նկարագրում Շիրազի, Վարդերը, այնպես է նկարագրում Իրանը, որ քեզ թվում է, որ ինքը եղել է այդտեղ։ Ես կարծում եմ դա սիրուց է եղել և ես Չարենցն ամեն երբ թարգմանում է, ես հետաքրքիր բանաս կողքից անընդհատ նստած էր Չարենցը և ինձ թվում է ժպտում է և ուրախ է, որ վերջապես ինքը գնաց Իրան, իր մեծ ցանկությունն ու երազանքն և ինչու հենց Չարենցն ամեն, որովհետև ծայրի այստեղ հենց Չարենցնամե անունն արդեն իսկ ասում է խոսքը ինչի մասին է այդ շահնամեից ազդված Չարենցնամե իրեն շահնշահ, Չարենցը այստեղ իրեն շահնշահ համարում և ասում է ահա լսեք ինձ, հիմա խոսում է ուրեմն Նայիրյան բանաստեղծը։ Ես նաև վստահ եմ, որ Չարենցը այս օրերին շատ սիրտը կցավել Իրանի համար, որ այս ավելի պատահել է Իրանին և որովհետև հաստատ գիտեմ, որ ինքը և կուրախանալ, որ վերջապես իրեն կարող են պարսկա լեզու տեսողները կարդան և հնարավորություն ունենալ նաև Իրան գնալ այս գիրքը, եթե իհարկե պատերազմը չլինի։